Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հիշեցնեմ, որ մենք քննարկում ենք Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը, հենց մինչև այս թեմայով մի քանի բան ասելը, պարոն Մանուկյան, մի հատ բան հիշեցնեմ, էլի, ձեր ձախ կողմում, վերևում ժամանակին պատգամավոր էր նստում, որը ոչ թե Կադիրովի ֆանատն էր, այլ Կադիրովի, եթե չեմ սխալվում, մոտ ընկեր է, եղբայրը ծննդյան օրերին շնորհավորում եմ, ինչ-որ չեմ հիշում։ Մի րոպե, 2019 թվականի դեկտեմբերի 8-ին նոր ստուգում էի, ծննդյան օրը շնորհավորում էր արդեն պաշտոնը տող, դե բայց կապ չունի, մեր իշխանության ժամանակ է եղել, թե մեր իշխանության ժամանակ չի եղել, եթե ձեր համար դա տենց այնպիսի թեմա է, որը անընդունելի է, չեմ հիշում, որ որևէ մի անգամ այդ առիթով արտահայտված լինեք ձեր համատեղ միջոցառումների ժամանակ։ Վերաբերում է բուն թեմային, նախ ուզում եմ հնչած երկու հարցի անդրադառնալ, երեք պարոն Դանելյանը, Գառնիկ Դանելյանը 16 միլիոնների թեմային էր անդրադառնում ու հարցեր տալի, ուզում եմ ասել, որ այդտեղ իրականում խնդիր ունենք ու շնորհակալ եմ այդ հարցը բարձրաձայնելու համար, մենք ունենք 16 միլիոնների ծրագիրը, որը հնարավորություն է տալիս, որպեսզի մարդիկ պետության աջակցությամբ սահմանամերձ շրջաներում տուն կառուցեն, բայց ունենք մի իրավիճակ, երբ փաստացի պետական միջոցներով կառուցվող այդ բնակարանների համար բանկերը մարդկանց դիտարկում են որպես սովորական վարկառու ու նայում են իրենց վարկային պատմությանը։ Ընդ որում նորմալ է, որ այդ ծրագրի շահառուները պիտի հիմնականում խնդիրներ ունենան, որովհետև այդ մարդիկ ամենաանապահով խավն են ու կարծում եմ այստեղ մենք քննարկումների մեջ ենք հիմա կառավարության հետ, կարծում լուծումներ կգտնենք, որովհետև այդ ծրագիրը առաջին հերթին ուղղված է այն մարդկանց, որոնք ֆինանսական առումով այդքան էլ լավ պայմաններում չեն գտնվում։ Առողջության ապահովագրության հետ կապված հարց հնչեց, կարծեմ պարոն Ավետիսյանն էր ասում, որ մասնավոր ապահովագրականների համար խնդիր է ստեղծվում։ Մենք այդ առումով էլ բազմաթիվ հանդիպումներ ունեցել ենք, ապահովագրականների հետ էլ ենք հանդիպել եւ վերջնական իմ համոզմունքը եղել է այն, որ մեր ապահովագրականները ոչ թե դրանից կտուժեն, այլ կշահեն։ Եթե հարց ու պատասխանին հետևել եք, եթե այստեղից չեք հետևել, միգուցե այլ տարբերակով հետևել եք, Առողջապահության նախարարը նշեց, որ լինելու է ոչ թե համապարփակ ապահովագրություն, այլ համընդհանուր ապահովագրություն, որն է այս բառերի տարբերությունը, դա նշանակում է, որ ոչ թե բժշկական ծառայությունների ամբողջ փաթեթն է ծախսվելու, այլ դրա երևի մեծ մասը, այն հավելյալ մասը արդեն մեր ապահովագրական ընկերությունները կարող են իրենք որպես հավելյալ ծառայություն մատուցել մեր քաղաքացիներին ու կարծում եմ իրենց մոտ այդ ուղղությունը, որը հիմա այդքան էլ զարգացած չի, ավելի կարող է զարգանալ։ Կենտրոնական բանկի մասին նաև հարց հնչեց, որ Կենտրոնական բանկը կարող է գործիքակազմ կիրառել առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը զսպելու համար, ուզում եմ ասել, որ նման գործիքակազմ Կենտրոնական բանկը չունի ու չի կարող ունենալ։ Կենտրոնական բանկը ազդում է փողի շուկայի վրա, իսկ առանձին ապրանքների մասով մենք ունենք ուրիշ կառույցներ, օրինակ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, այն էլ չի ազդում, ուղղակի արհեստական վայրի վերումները վերահսկողության տակ է պահում, ու եթե այդտեղ կասկածելի երևույթներ նկատվեն, վարույթ է հարուցում։ Հիմա կոնկրետ թեկնածուի մասին, պարոն Քթոյանին հեռակակարգով ես ինքս բավականին երկար ժամանակ ճանաչում եմ ու ճանաչում եմ որպես շատ լավ մասնագետ, ուրախ եմ, որ մենք իրեն ենք առաջադրում Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում, պարոն Քթոյանը նաև այս վերջին շրջանում որպես փորձագետ մասնագետ բավականին ակտիվ է եղել հանրային դաշտում ու ակտիվ լինելը նկատի ունեմ ոչ թե մեզ պաշտպանելը, այլ ներկայացել է օբյեկտիվ իրականությունը, որը կարող լինել եւ վնաս իշխանությունների եւ օգուտ իշխանության փաստարկների այս առումով իհարկե շատ կարեւոր է, որ մենք հանրային դաշտում ունենանք իրենց կարծիքը արտահայտել չվախեցող մասնագետներ եւ պարոն Քթոյանը գնում է Կենտրոնական բանկ, այդ առումով որոշակի այդ դաշտը մի քիչ թուլանում է, բայց փոխարենը մենք Կենտրոնական բանկում կունենանք նորմալ մասնագետ ու խորհուրդ եմ տալիս հարգելի գործընկերներ կողմ քվեարկել պարոն Քթոյանի տեխնացությանը
Նաև ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել Տիկին Ղարամանյանին, Հասմիկ Ղարամանյանի նկատի ունեմ, ում ժամկետը ավարտվել էր ու արդեն ոնց որ պարոն Քթեյանը իր փոխարեն դառնալու է, եթե ընտրենք, դառնալու է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։ Տիկին Ղարամանյանը նույնպես բարձր պրոֆեսիոնալ է, շատ պարկեշտ մարդ ու շնորհակալություն եմ ուզում հայտնել իր կատարած աշխատանքի համար ու հույս ունեմ, որ հետագայում իր գիտելիքներն ու փորձը այլ ձևաչափերով կծառայեցնի Հայաստանի Հանրապետությանը։ Եվ քանի որ ժամանակ ունեմ, շատ միջև վերջ չեմ օգտագործի, բայց շատ կարճ ասեմ, որ Տիկին Վարդանին, Քրիստինե Վարդանին, որ ասում եք, ով ձեզ հետ համաձայն չի հայտնում այնտեղ, Տիկին Վարդան, ոնց որ այնտեղ Գևամ Նազարյանն էլ է նստած, ու ոնց որ թե այդ նույն պատճառով, ինչի մասին դուք նշում եք, իսկ մի հարցում ձեզ հետ լրիվ համաձայն եմ, որ ասում եք, մարդիկ զզվել են, որտեղ նայում են, թե ինչով է զբաղված մեր ազգային ժողովը, ու ասում եք, ինչու է այդպես է, որտեղ այստեղ նստած եք դուք, հարգելի գործընկերներ, ու երբ մենք քննարկում ենք ինչ-որ նախագծեր, շատ անգամներ, բազում անգամներ եկել եք ասել եք, այս ինչ անկարևոր թեմաներ եք քննարկում, երկիրը գտնվում է այս վիճակի մեջ 5 տարի, դուք այդ նույն բանն եք ասել ու գրեթե մասնակից չեք դարձել բոլոր այն կարևոր օրենսդրական փոփոխություններին, լինի հարկային, լինի սոցիալական, լինի չգիտեմ մեկ այլ բան, որոնք ուղիղ վերաբերում են մեր քաղաքացիների կյանքին ու կենսամակարդակին։ Եղել է մի քանի դեպքեր, մի քանի ակտիվության դրսևորումներ, բայց հիմնականում ազգային ժողովի աշխատանքը այս լեզվակռվի վերածվում է այն պատճառով, որ որոշ падգամավորներ ազգային ժողովում իրենց աշխատանքին մի քիչ մատների արանքով են կամ մի քիչ չէ, լավ էլ մատների արանքով են։ Այնպես որ հարգելի գործընկերներ, ևս մեկ անգամ խորհուրդ եմ տալիս պարոն Քթեյանին կողմ քվեարկել անկախ ձեր քաղաքական նախապատվություններից, որովհետև այստեղ խոսքը գնում է պրոֆեսիոնալ կառույցի մասին։ Շնորհակալություն։